փողոց դուրս չեք գալու, ակցիաներ չեք անել, քաղաքական որևէ գործընթացների չեք արձագանքելու, բայց ամեն դեպքում իսկ չուզենք, օրինակ վարչապետը ամեն օր տարատեսակ հայտարարություններ է անում, ցուցվածության հետ կապված, որ մեր առաջնահերթությունների, մեր քաղաքական առաջնահերթությունների մեջ չի ինչ որ կերպ դրան արձագանքելու է, լինի դիվանագիտական ձևաչափով, լինի բաց որևէ մանիֆեստով մասնավորությամբ։ Ուրեմն որպես անհատ պատմաբան ես միշտ փորձել եմ մեր ինստիտուտը հարվածներից հեռու պահել եւ այդ հարվածները ինձ վրա են վերցրել։ Եթե ես խոսել եմ, որ 2000-ականների սկզբին սկսված այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը խայտառակություն է, ասել եմ իմ անունից, ինչու, որովհետև հանցագործին, ոճրագործին եւ զոհին դնում էինք նույն հարթության վրա եւ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով էր աշխատում։ Հետո եկան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք որ ուղղակիորեն Հայաստանը տանում էին դեպի փակուղի եւ թուրքերը խաբում էին, ես նորից խոսում էի։ Հիմա երբ որ ասում են, որ Գիտությունների ակադեմիան փաստորեն վերացնում ենք, թողնում ենք միայն նախագահությունը եւ ինստիտուտները հանում ենք գիտահետազոտական տանում, միացնում ենք բուհերին, ստեղծում ենք ակադեմիական քաղաք, վերլուծությունը բերում է նրան, որ դա սխալ է։ Եվ ես արտահայտվել եմ միշտ դրա հետ կապված։ Եթե ասում են, որ պիտի լինի Հայաստանի պատմություն, ես ասում եմ, այո, Հայաստանի պատմություն է մեր պատմությունը, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլ հայաստանների պատմություն, որտեղ հայոց պատմություն գրաբարով նշանակում է հայքերի պատմություն, մեծ եւ փոքր հայքերի պատմություն։ Եթե ասում են Արագած եւ Արարատ, ես ասում եմ Արարատ եւ Արագած երկուսը միասին։ Երբեք չեմ լռել, հասկանում եք, որտեվ իմ մասնագիտական ունակությունների եւ իմ մասնագիտական խղճի թելադրանքով իմ ասելիքը ասել եմ։ Եվ դրա համար էլ իհարկե փորձել եմ նորից կրկնեմ ինստիտուտը հեռու պահել այս հարվածներից, վերցնելով այդ հարվածը ինձ վրա, բայց ես սխալ բան չեմ ուզեցել անել։ Նախորդ Բայց կարծես թե պարոն Մակոյան այդ հարվածներից այդպես լիարժեքորեն չստացվեց ուսանավել, որտեղ ինչքանով տեղյակ եմ այս տարի կառավարությունը Այո, ֆինանսական միջոցները կրճատեցին 70 միլիոնից գոնե 23 միլիոնը վերականգնվեց եւ գոնե ինստիտուտի ներուժը կարողացանք պահպանել։ Այսինքն պայքարի արդյունքում հասանք նրան, որ ինստիտուտի ներուժը պահպանվեց։ Այլապես եթե մենք ուղղակի տեղի տայինք այդ մոտեցմանը, բնականաբար արդյունքը շատ տխուր կլիներ եւ ինստիտուտի լինել չնելու հարցը կարող է օրակարգի հարց դառնալ։ Այսինքն գիտեք ինչ կա, ես զարմանում եմ ինչի վրա, երբ որ դու տեսնում ես պաշտոնյան իշխանավորը սխալ քայլ է անում եւ դու որպես մասնագետ քո կարծիքն ես հայտնում ու դա համարվում է կամ արհամարվում է հիմա, այդ էլ կասեմ ձեզ։ Դու չես ասել դրա մասին ոչինչ, դու չես խոսել 7-րդ դասանի դասագրքում առկա թերությունների մասին, դու ասում ես 100 պատմաբան ստորագրում են, որ այդ դասագիրքը չի կարող լինել շրջանառության մեջ, լսող քեզ չկա, դասագիրքը մնում է շրջանառության մեջ, միթե դա օգտակար է այս երկրի համար, եթե քո մտավորականությունը մասնագիտական կարծիք է հայտնում մի խնդրի վերաբերյալ ու դու անտեսում ես դա, արդյոք սա պետության օգտին է կատարվում, իհարկե ոչ։ Կարող եք ասել, որ այս ֆինանսավորման կրճատումը կոնկրետ ձեր անձով պայմանավորված հաշվեհարդարեր ամբողջ ինստիտուտի դեմ։ Ես չեմ բացառում դա, ես իրենց էլ եմ ասել, պաշտոնյաների մեր, ասել եմ, եթե այդ մղումով եք արել, որ ամենամեծ բաժինը կրճատել եք պատմության ինստիտուտից, ուրեմն դրա մեջ ես միտում եմ տեսնում։ Բայց երբ որ փորձեցինք ապացուցել, որ գիտական արդյունքի տեսանկյունից մեր ինստիտուտը հումանիտար ինստիտուտների մեջ առաջնակարգ ինստիտուտներից մեկն է, եւ դրա դեմ որևէ փաստարկ չկարողացան բերել, որովհետեւ պատկերացրեք, եթե հումանիտար ինստիտուտների գիտական արդյունքը տարեկան կազմում է 1000-ից 1200 գիտական հոդված, դրա 1/3-ը կամ նվազագույնը 1/4-ը բաժին են գնում պատմության ինստիտուտին։ Հիմա այս կրճատված բյուջեը 70 միլիոնից 23 միլիոն, հա, այդքան։ Վերականգնվեց, այո։ Հա, վերականգնվեց, հիմա ընդհանուր ինչքան է բյուջեն, այսքան 50 միլիոն ավա կրճատվել։ Չէ, խոսքը նրա մասին է, որ մեզ պիտի տրվեր 336 միլիոն դրամ նոր աշխատավարձերի բարձրացման պարագայում, բայց տրվեց 268 միլիոն, վերականգնվեց մոտ 23 միլիոնը եւ կարողացանք որոշ կրճատումների արդյունքում ինստիտուտի ներուժը պահպանել եւ Արցախից ընդունած 6 մասնագետների
վերցրեցինք աշխատանքի եւ պրոբլեմային խումբ ունենք, որը զբաղվում է արցախահայության պատմամշակութային ժառանգության խնդիրներով եւ նրանց իրավունքների վերաբերյալ աշխատությունների ստեղծման խնդիրներով։ Եղել են, իհարկե եղել են։ Շատ են եղել։ Հիմնականում մենք այսպես ըմբռնումով մոտեցան մեր այն աշխատակիցները, որոնք համատեղում էին, ասենք կես դրույքով էին 0.25 դարձրեցինք եւ որոշ աշխատողներ են իրենք ուղղակի դուրս եկան իրենց դիմումի համաձայն ուրիշ տեղում աշխատանք ունենալու, բայց բարեբախտաբար չեղավ այդպիսի վիճակ, որ մարդը ընդհանրապես աշխատանքից զրկվեր։ Իսկ եւ վերջին հարցն ստեղծագործական մասով, ինչքան է բյուջեի կրճատումը ազդելուն է գիտական աշխատանքի վրա, գիտական արդյունավետության վրա։ Տեսեք, հիմա այնպիսի իրավիճակ է, որ մաքուր աշխատավարձի ֆոնդն է մնացել, դու այսպես ասած մանևրելու տեղ բացարձակապես չունես։ Ուզում ես մի միջոցառում կազմակերպես, գումար չունես, պիտի դիմես կամ նախագահությանը կամ կոմիտեին, որ նրանք գումար տան։ Իսկ եթե ինչ-որ մի փոքրիկ գումար մենք ունեինք, զանազան միջոցառումներ կազմակերպելու, զանազան կառույցների հետ համագործակցություն ապահովելու, գիտաժողովների մասնակցելու, ասպիրանտների պատրաստման առումով հնարավորություններ ունեինք, բայց հիմա գնալով հնարավորությունները պակասեցին եւ զարմանալիորեն արդեն մեզ նաև քննադատում է, որ տարին մեկ անգամ մենք հավելավճար ենք տալիս 13-րդ աշխատավարձ, որը նույնիսկ կես աշխատավարձի չափով էր լինում։ Հիմա դա էլ դրա հնարավորություններ չունենք եւ այս 24 թվականի վերջին մենք այլևս առաջին անգամ վերջին 30 տարվա ընթացքում չկարողացանք հավելավճար վճարել։